Հաջորդ գլուխը դետերմինանտի կիրառությունները։ Եկեք հենց կրամերի կանոնը թողնենք մի կողմ, որը ձեզ շատ լավ տեղյակ հայտնի է։ Անցնենք դետերմինանտները եւ վեկտորների գծային կախվածությունը թեմային, պարագրաֆին։ Ենթադրենք n չափանի տարածության մեջ մենք ունենք n հատ վեկտոր։ Նրանցով կազմենք, սրանք շարելով տողերով կամ շարելով սյուներով, կազմենք մի հատ մատրից։ Այս նշանակումներում սենց փաստում ենք, դեմեք vn վեկտորները գծորեն անկախ են, այն եւ միայն այն դեպքում, երբ որ այս դետերմինանտը 0 չէ։ Ինչու է սա այդպես։ Սա մի քայլով հետևում է մի քիչ առաջ մեր ապացուցած փաստից։ Դեմեք vn վեկտորները մենք առաջ անցել էինք, որ անկախ են, այն եւ միայն այն դեպքում, երբ որ անհակադարձելի է։ Եվ մեր անցած հետևանքով անհակադարձելի է, եթե դետերմինանտը 0 չի։ Դե ստացվեց գծորին անկախ են, եթե դետերմինանտը 0 չի։ Օրինակ, եթե մենք 5 չափանի տարածության մեջ այս վեկտորները վերցնենք, կազմենք նրանցով համապատասխան A մատրիցը, մենք տեսնենք, որ դա հենց այն մատրիցն է, որ մենք մի քիչ առաջ հաշվում էինք ու դետերմինանտը 24 է ստացվում։ Ուրեմն այս վեկտորները գծորին անկախ են։ Կարելի է մի քիչ ավելի սրամիտ դեպքերում կիրառել, նայեք, վերցնենք այս վեկտորները, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 չափանի տարածության մեջ են տված, բայց իրանք 4 հատ վեկտոր են։ Մենք չենք կարող սրանցից 4-ը 8-ի վրա մատրից կազմել եւ դրա դետերմինանտը հաշվել, որովհետեւ 4-8-ի վրա մատրիցը դետերմինանտ չունի։ Բայց ինչ անենք։ Տեսեք, սենց մի հատ սրամիտ բան կարելի է անել։ Նկատում ենք, որ այստեղ արդեն իսկ այս սյուների մի մասը հավաքենք, օրինակ որ մասը հավաքենք, այստեղ 3 հատ 0 արդեն ստեղ կա, 2 հատ 0 այստեղ կա, ուրեմն եթե այս երկու սյուները հավաքենք իրար կողք կողքի այսպես դնենք, մենք կունենանք մի հատ մատրից։ Դե մնացած էլի 0-ով շատ 0-ով սյուներ չունենք, բայց պատահական երկու սյուներ, որը ցանկանում ենք, վերցնենք դնենք ստեղ։ Ինչու մենք դիտմամբ սրանք ընտրեցինք, որտեղ շատ 0-ներ ունեին։ Դե սա համարյա թե եռանկյունի մատրից է, եռանկյունի չէ, միայն այս տարրի շնորհիվ, եթե հեշտությամբ զրոյացնում ենք տարրական ձևափոխություններով, ստանում ենք այս ամբողջական մատրիցի դետերմինանտը, ստանում ենք, որ հավասար է ինչ-որ թվի, որը 0 չէ։ Հիմա նայեք, այս դետերմինանտը 0 չէ, նշանակում է նախորդ լեմմայի, եթե սրա տողերը դիտարկեինք առանձին որպես տողեր, առանձին որպես վեկտորներ, այս 4 հատ վեկտորը գծորեն անկախ կլինեին, թե կախված։ Անկախ կլինեին ըստ նորվա ասվածի։ Եթե սրանք անկախ են, նշանակում է հնարավոր չի սրանք կոնստանտներով բազմապատկել ոչ զրոյական ու գումարել իրար, որ 0 լինի։ Սրանք հնարավոր չի, ուրեմն սրանք էլ հնարավոր չի։ Հետևաբար այս վեկտորները նույնպես գծորեն անկախ են։ Տեսեք, այսպիսի սրամիտ տեղերում կարելի է օգտագործել դետերմինանտը վեկտորների անկախությունը պարզելու համար։ Սա իրոք օգտակար է։